դահուկը եւ տենիսը դառան ավելի 20 տարեկանից հետո։ Սովետական միության ժամանակ տենիսը այդքան զարգացած չէր եւ հիմիկվա նման չի։ Եվ դահուկներն էլ գիտեք մենք չունեինք որակով դահուկներ եւ միայն օլիմպիական խաղերը, որ Մոսկվայում պետք է լինեին 80 թվականին առաջին անգամ մենք ատոմիկ դահուկներ ավստրիական ստացանք եւ որ գինը ասեմ 500 ռուբլի արժեր, որը որ 3 ամսվա աշխատավարձն էր մարդու, որը որ պետք է տայր։ Ունեցել եք։ Ունեցել եմ իմ աշխատավարձները լավ է ես որ արդեն հետո որ դիսերտացիան պաշտպանեցի եւ բան բավականին բարձրացավ իմ աշխատավարձը համենայն դեպս դահուկի երերիքու ես մի դեպք պատմեմ որ կոշիկները դահուկի արժեր 200 ռուբլի երբ որ ես եկա տուն եւ գնեցի բերեցի իմ մորս որ ասեցի 200 մայրս ինֆարկտ էր ստանալու հայրս դեռ չէր եկել տուն եւ մայրս խնդրեց որ չասեմ գինը հորս հայրս որ եկավ հարցրեց որոշեցի սուտ ասեմ ասի 100 ռուբլի է բայց 100 ռուբլին ագին մեծ փող էր հայրս այնքան զարմացավ ես մամայիս նայեցի ասեցի հիմա որ ճիշտ ասում ես ես մարդ ինչ դե փուլ կարող էիք ասել դրա համար շատ դժվար սպորտաձև էր եւ եթե հետո պետք է ընտանիքիդ համար երեխաներ իմ երեխաները 3 տարեկանից սկսել են դահուկել եւ համարյա պրոֆեսիոնալ մակարդակի հասան եւ տենիսը իհարկե ինչու դահուկ ինչի տենիս պետք է ասեմ որ իմ մոտեցումը ակտիվ կյանքի հետեւյալն է կարող ես գնաս լողավազան լողալ չէ դա ինձ համար չի որովհետեւ ես այնպիսի զբաղմունքներ եմ ուզեցել ունենամ որը որ իմ միտքս փոխի միտքս իմ գործից հանի ուրիշ հարթակի մեջ ուրիշ գործերով զբաղվեմ որովհետև եթե գնում ես լողավազան լողանում ես եւ միտքդ նորից գնում է քո գործերին դու լողանում ես այնպիսի սպորտաձև օրինակ դահուկները ամեն վարքյան դիմացդ ինչ որ մի նոր վտանգավոր բան է դու պետք է դրա մասին մտածես խոչընդոտ եւ ուրիշ բանի մասին չես կարող մտածել տենիսը ամեն վարքյան դիմացի հակառակորդը ինչ որ մի բան է ուզում անի եւ դու ես ուզում գնդակին հետեւես եւ ամբողջ միտքդ եթե ես գնում եմ տենիսի կորտ եւ մի ժամ կամ 2 ժամ խաղում եմ այդ մի ժամ 2 ժամ իմ միտքը լրիվ իմ գործերից դուրս է դա շատ կարեւոր է որովհետեւ նայեք այս մեր ինդուստրիալ հեղափոխությունները մարդկության բերեց նրան որ ֆիզիկական աշխատանքից մարդիկ փոխվեցին ավելի մտավոր աշխատանքի հիմա մենք չենք կատարում ոչ մի ծանր ամբողջ օրը նայի ինչ է հետո որ գաս տունը նստես եւ հանգստանաս ինչից ես հանգստանում քո մկանային բաները չեն զբաղված եղել որ մի բան էլ գաս հանգստանաս ուրեմն պետք է ինչ է հանգստացնես գլուխդ որովհետեւ ամբողջ օրը դու մտային գործնեության մեջ ես եղել հիմի գաս նայից հետո որ հանգստանում ես էլի միտքդ շարունակում է գնալ անկախ քեզանից Եվ իմ կարծիքով այսօր բոլորին եմ ես դա խորհուրդ տալիս, որ հանգիստը կատարեն, որ ուղեղը մի գործնեությունից անցնի ուրիշ գործնեություն, իրան ուրիշ հանգիստ չկա, դուք չես կարող միտքդ հանգստացնել։ Քնի մեջ էլ միտքդ լրիվ չի հանգստանում, որովհետև երազ ես տեսնում, հետո ավելի մակերեսորեն ես քնում, խորը քունը 20%-ից ավել չի քո քնի ժամից։ Դրա համար միակ իր հանգիստը, եթե մի գործնեությունից անցնում ես ուրիշ գործնեության, եթե ինքը փոխվում է, ինքը մարզվում է եւ հանգստանում է, դա է կարծում եմ ամենակարևոր բանը։ Դրա համար իմ մոտ կարծում եմ ստացվում է դա իմ գիտակցված սպորտաձևերի ընտրությունը գիտակցված է փաստորեն։ Ճիշտն ասած չեմ ասի որ շատ գիտակցված, բայց իմ ելնելով իմ առանձնահատկություններից ինձ համար դրանք լավագույնն են, որ ես ձմեռը սիրելով անհամբեր սպասում եմ ձմեռվա անհամբեր միայն ծաղկաձոր չէ ուրիշ առիթներ ենք օգտագործում դա ուքշելու բայց ծաղկաձորը եղել է մեր
Առաջին քայլերն անելու այո, որտեղ առաջին եւ երկրորդ, երրորդ քայլերն են գալիս։ Սպորտը անշուշտ կարևոր է, կախված մարդու տիպից։ Օրինակ, ես որ ավելի ակտիվ կյանքով եմ, սպորտը, լողավազանը, յոգան, այս տարբերակը ինձ օրինակ ավելի հարազատ կներ, քան ակտիվ սպորտը։ Այս կախված թե ուղեղդ որտեղ հանգստացնես, ինչպես կախված թե ուզում եմ բարձունքներ հաղթահարելու մասին խոսենք։ Ես գիտեմ, որ Արարատը արդեն հաղթահարած բարձունք է, մեր բիբլիական լեռը ասացիք, որ Կիլիմանջարո եք բարձրացել։ Այո։ Եվ Պերուում եք եղել, պատմեք այդ փորձառության մասին, երբ սկսեցիք եւ ինչ զգացողություններ եք ունենում, որովհետեւ շատ դժվար է շնչառությունը կարգավորել այդ հարաբերական բարձրության վրա, դժվարությունների մասին ասեք եւ ինչու որոշեցիք նաեւ գալ լեռնագնացությունը որպես հոբի։ Այո, ես չեմ ասի, որ ես պրոֆեսիոնալ լեռնագնաց եմ։ Ես ուղղակի իմ մտքերն եմ ուզեցել իրականացնեմ։ Արարատը դա ամեն հայ մարդու համար մի լեռ է, որը որ ամեն օր նայում ես եւ հետո ուզում ես քեզ պատկերացնես գագաթի վրա։ Այդ մղումն է եղել, որ ես 2010 թվին մի քանի ընկերների հետ որոշեցինք, որ անպայման պետք է մենք բարձրանանք Մասիս։ Դժվարություններ միշտ կան։ Այսինքն, եթե պատրաստ չես բարձրանա, որտեղ եղել են դեպքեր, որ մեր հետ էլի մարդիկ են եղել, որոնք չեն կարողացել բարձրանալ։ Եվ դա ավելի շատ դու ինքդ նաև քո հետ ես մրցակցություն անում։ Արդյոք դու կարող ես մի բան անես, դու չգիտես։ Ոչ մի ուրիշ մեթոդ չկա ստուգելու քո հնարավորությունների սահմանները։ Դրա համար դրանով ուզում ես փորձը մի հատ հասկանաս եւ կամքդ։ Եվ ուժդ եւ կամքդ։ Կամքդ ավելի շատ, քան ուժդ, որովհետեւ մի տեղ է գալիս, որ եթե ամենավերջի բարձրանալու մասը գիշերով ես անում ցուրտ -9 աստիճան, գիշերվա ժամը 1-ին ճանապարհ ես ընկնում, որ քայլես, ոչ մի խելոք մարդ նման բան չի անի, չէ, իր հանգիստը խենթի գործ է։ Եվ այդ բոլոր բացասական էմոցիաները արդեն են սկզբնական գաղափարները բարձրանամ, այս նվիրական երազանքը արդեն կամք աշխատի այստեղ գալիս է կոնկրետ գործողությունների։ Վայ, ես տանը կարող էի լինել, հանգստանայի, հիմա ես տեղ ինչ եմ անում, այդտեղ է, որ կամքդ ես սկսում աշխատել, որ ասում ես, ոչ, ես պետք է սա հաղթահարեմ։ Ամեն քայլը անելուց արդեն ֆիզիկական ուժն է, որտեվ թթվածինը ավելի պակաս է եւ չի հերիքում, որ քո մկանները ստանան ուժ եւ կամքի հաշվին ես բարձրանում։ Նույնը Կիլիմանջարոն ավելի բարձր է, համարյա 6000 մետր է եւ այնտեղ դժվարությունները ավելի մեծ են։ Բարձ է, որտեվ 5000-ից հետո էլ ավելի է դժվարանում քո բարձունքը։ Հետո բիբլիական Արարատը չի ամեն դեպքում այդ ինքդ քեզ հաղթելու, իսկ Պերուի մասին էլ ասեք։ Պերուն դե իհարկե չքնաղ տեղ է։ Ինքը այդքան բարդ չի, ինչքան Մասիսը կամ Կիլիմանջարոն, բայց այն ճանապարհը, որով անցնում ես, երևի աշխարհի ամենագեղեցկագույն ճանապարհներից է, որ դու շատ թեք սարերի մեջով անցնում ես եւ արահետի լայնությունը 1 մետր է, բայց ներքև որ նայում ես մի 2 կիլոմետր կարող ես թռնես եւ այդ կարգավիճակում դու պետք է անցնես։ Ես միշտ քայլելուց մտածում եմ, լավ, ես խենթ եմ, բա ես իմ հարազատներին ինչի եմ հետս քաշ տալիս, որ սենց վտանգի եմ բերում, բայց իհարկե դա աննկարագրելի հաճույք եւ գեղեցկություն է եւ վերջում հասնում ես այն մի հին Մաչու Պիկչուն, որը որ կորած մի գանձ է, որը որ իր համար այնտեղ այո ստեղծվել է 500 տարի առաջ, հետո մոռացել, կորել է, հետո նորից հայտնաբերվել եւ ինքը պահպանվել է ոնց որ կար։ Եվ զարմանում ես, որ ինչպես են այդ ժամանակներում տասնյակ կիլոմետրան հեռավորությունից ահռելի ծանր քարեր բերել այդ քաղաքը կառուցել է։ Քաղաքը հենց այնտեղ դրված է։
Հրաշալի է։ Սարի Գագաթին։ Ասում են, չէ, ուժեղ մարդիկ իրենց են հաղթում ու այս բոլոր պատմությունները, այս բոլոր ճանապարհները մարդն ինքն իրեն գերազանցելու, ինքն իրեն ձեր օրինակով հաղթելու մասին են։